Ինչ կարող եք նախասել մեկ տարի անց առաջիկայում արդեն ենթադրում եք սկսվի շինարարությունը, ինչ կասեք դուք, ի վերջո ընդդիմությունը չհամոզվեց, որ սա գուցե իսկապես շահավետ նախաձեռնություն է լինելու Հայաստանի համար եւ ներդրումներ են հոսելու Հայաստան, ինչպես պնդում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում ամենաբարձր մակարդակով։ Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ, TRIP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Ստեղծվում է պանթուրանական միջանցք Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, իսկ Հայաստանին հնարավորություն չի տրվում Նախիջևանով միանալ, այսինքն Հայաստանի հարավին հնարավորություն չի տրվում Նախիջևանով միանալ Հայաստանի կենտրոնին։ Եվ եթե այս իշխանությունները մտածեին Հայաստանի ապաշրջափակման մասին, ապա TRIP-ը կնդայնեին առնվազն սադարակ երասխ եւ հետո արդեն վերև եւ արևմուտք եւ նաեւ հյուսիսային հատվածը Իջևան Ղազախ ճանապարհ, այսինքն պետք է լիներ փաթեթանի լուծում, որով կկարգավորվեր Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման խնդիրը։ Կրկնում եմ, TRIP-ը այդ հարցը չի կարգավորվում։ Նաեւ մեզ համար դեռևս հարցականի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը, գիտեք, այս back office, front office, ինչի ենք մենք այդ հատվածի վրա ինչ որ լրացուցիչ կարգավորումներ բերում, այսինքն ինչու Բագրատաշենում եւ Բավրայում չկա front office, back office, իսկ TRIP-ում հանկարծ կա։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Պարոն Խաչատյան, ինչու եք պնդում, որ ապաշրջափակման հարցը եւ ձեր ասած երթուղիները, այսինքն չեն գործելու եւ չեն բացվելու։ Ինչպես եք դուք այդ պնդումը անում, եթե գործնականում դեռ ոչ մի ճանապարհ չի գործում, գուցե բացվեն եւ դրանք էլ զուգահեռ բացվեն, այսինքն TRIP-ի գործարկմանը զուգահեռ ձեր ասած երթուղիներն էլ սկսեն գործել։ Չէ, դրա համար պետք է լիներ քաղաքական պատրաստակամություն բոլոր կողմերի կողմից, այսինքն ադրբեջանական կողմը եւ թուրքական կողմը պետք է հանձնառություն ստանձնեին ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական մակարդակի վրա, հայեցակարգային մակարդակի վրա պետք է այդ պատասխանատվությունը ստանձնեին Հայաստանի արևմտյան եւ արևելյան հարևանները, կգործի TRIP-ը, կգործի նաեւ Իջևան Ղազախ եւ սադարակ երաս եւ այնուհետեւ ուրեմն Ախուրիկից դեպի Կարճ երկաթուղին։ Այս դեպքում մենք իրապես կունենայինք տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ Հիմա Հայաստանը պարտավորվածություն է ստանձնել գրավոր Ադրբեջանի կողմից որևէ գրավոր պարտավորվածություն չկա։ Իսկ որ նշվում է փոխադարձ առավելություններ են լինելու։ Շատ հրաշալի հարց եք տալի։ Իսկ ինչու փոխադարձ առավելություն, այլ ոչ թե ճանապարհի դիմաց, որովհետև փոխադարձ առավելություն բազմաթիվ դրսևորումներ կարող է ունենալ։ Օրինակ Հայաստանը Ադրբեջանին տալիս է անխոչնդոտ անցում, Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ որ սահմանափակ ներմուծումներ։ Իդեպ որ խոսում էին կառավարության ներկայացուցիչները, հեսա Հայաստանից Ադրբեջանի տարածքով ապրանք է գալու, վաղն էլ Հայաստանից Ադրբեջանի տարածքով ապրանք է գնալու։ Մի լումայի ապրանք Հայաստանից չի արտահանվել։ Այսինքն sense որ մեծ խոսում էին, այլ դատարկ դուրս եկավ։ Լավ, իսկ տրամաբանությունը ուղղակի ինչ է պահանջում, փոխադարձության սկզբունք։ Տալիս ենք անխոչնդոտ անցում, ստանում ենք անխոչնդոտ անցում։ Պարոն Խաչատյան, եւ վերջին հարց այս թեմայով, իրենք ասում են իշխանության ներկայացուցիչները, խնդրում եմ էլի մի ստիպեք, որ այս իրանց խոսքերը մեկնաբանեմ։ Դա նաեւ համաձայնագրում նշված է, այսինքն որ սա հայ-ամերիկյան նախագիծ է եւ այստեղ այն մոդելը, որ կիրառվում է front office, back office, դա երկու կողմերի որոշելիքն է եղել։ Սրա հետ կապված դուք շարունակում եք ինչ որ հայ-ամերիկյան նախագիծը ինչ է այդ հարցը քննարկվում Բաքվում Ադրբեջանն է։ Դες հիշեցնեմ, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյանն է J.D. Vance, որ եկավ Հայաստան,
Քննարկվեց Հայաստանին ուրեմն անօթաչու թռչող սարքերի վաճառքը եւ 2 միավոր վաճառվեց, քննարկվեց 9 միլիարդի դիմաց հնարավոր փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը, բայց Ադրբեջանում քննարկվեց TRIP-ը, թե դա բացառապես հայ-ամերիկյան է, Ադրբեջանը ինչ կապ ունի այս հարցում։ Այսինքն պետք չի փորձել բացահայտը քողարկել։ Սա միայն հայ-ամերիկյան նախագիծ։ Բացի դրանից էլ հավասարության սկզբունքի մասին ենք ինքնաչափություն։ Ես դեռ լիովին համաձայն եմ։ Այո, փոխադարձելիությունը եւ հավասարությունը նշանակում է ստանում ես անխոչնդոտ անցման իր ամերիկյանի մասին եմ ասում։ Հավասարության սկզբունքով կնկարած ծրագիրը։ Դե նայեք, այսքան TRIP-ից 74% 50 տարի ստանում է ամերիկյան կողմը, 26% ստանում է հայկական կողմը, 50 տարի հետո կես-կես է լինելու, թե 49-51 չեմ հիշում արդեն չեմ հիշում արդեն, հիմա 200 միլիոնի ներդրում պետք է որ կատարի ամերիկյան կողմը, հիմա ես հարցնեմ 3 բացված բանի data center-ի մասին, տվյալների վերամշակման կենտրոնի մասին, հա։ Խոսում են, որ դա պետք է անի արտաքին մեծ խոշոր ներդրում, բայց մենք ունենք Հայաստանի ներքին ներդրումներ։ Դա համար նաև բազմաթիվ հարցեր կան այդ հավասարության հետ կապված։ Եվ մեկ ուրիշ խնդիր է կա, լավ, էլի որ նայենք, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սեր է, համերաշխություն է, խաղաղություն է, այդ դեպքում պետք է երկու կողմերը մի հատ հստակեցնեն, իրանք ինչպես են պատկերացնում այդ ճանապարհի գործունեության սկզբունքները, որովհետեւ Ադրբեջանը մի տարվա ընթացքում 100 անգամ կրկնել է, որ TRIP-ի մուտքը եւ ելքը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ Ադրբեջանի պահանջները Հայաստանի իշխանությունները կատարում են։ Օրինակ, որ ադրբեջանցիները պետք է ճանապարհ մտնելից եւ դուրս գալից հայ պաշտոնյաների հետ չառնչվեն։ Պահանջը կա եւ Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր տեսակի sense աճպարարություններով Ադրբեջանի պահանջը հրամանը կատարել եւ դրա համար ծնվեց Նիկոլ Փաշինյանի այս հայտնի խոսքը, որ դե հիմա մարդկանց հետ չեն առնչվի, կառնչվեն ռոբոտների հետ եւ համեմատությունը բերվեց, երբ հայերը գնում են Միացյալ Արաբական Էմիրատներ, որևէ ուրեմն արաբ պաշտոնյայի հետ չեն շփում, բայց դա գիտեք, որ դա ուղղակի բացայտ, սուտ է եւ կեղծիք է։ Այնտեղ նստած են սահմանապահներ, ազնագիրը տալիս են, ինքը նայում է, լուսանկարում է, կնիքը խփում է, կամ խփի կամ չի խփի։ Ես թեման ամբողջացնելու նպատակով ամերիկյան կողմը կարծես թե կառավարիչը իրավունք ունի միանձնյա առանց համաձայնության կարծես թե օտարելու, չէ՞, ասենք փայաբաժինը։ Իրանց փայաբաժինը կարող է նոտարեն, ում կարող է նոտարեն, դա էլ է արդեն սահմանափակումներ են։ Այնպես որ եկեք չփորձենք երանելին, այսքան ցանկալին իրականության տեղ դնել, էլի։ Ակնհայտ է, որ այստեղ հավասար հարաբերություններ չկան։ Պարոն Խաչատրյան, անդրադառնանք ԵՏՄ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ճիշտ ելույթին չէ, տեսեցին գնաց ԵԱՏՄ, ինչպես ասում էր, նայեց ԵՏՄ երկրների ղեկավարների աչքերի մեջ, փաստերը դրեց սեղանին, ինչ է կապվում, այս ամեն ինչից հետո արդյոք կլուծվեն սահմանափակումները, ատկերները կարող են հանվել, թե ԵԱՏՄ-ի այս քննարկումը եւ Փաշինյանի ելույթը կարող է էլի ճիշտ չընկալվի։ Հիմա տեսեք, Հայաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Ռուսաստանն ասում է, այն ձուկը, որը դու մտցնում ես իմ տարածք, իմ ստանդարտներին, իմ նորմերին չեն համապատասխանում։ Այստեղ ԵԱՏՄ-ն ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, ասում է ձուկը, որը դու մտցնում ես, իմ պահանջներին չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանն էլ փոխանակ մատից, աչքից, փոխանակ ուրեմն ունքը ուղի աչքն է հանում, ասում է, ես այդ զուկառը այնքան վատներ, ուտելու բան չէր, յուղոտ էր, ճարպոտ էր, եսի մինչեր։ Այս հարաբերություններում է խնդիր, այսինքն ռուսներն ասում են, դե առողջապահական խնդիրներ կա, Նիկոլ Փաշինյանն էլ ելույթ անելը ասում է, իսկականից ձուկը լավը չի։ Հիմա ինքը հարց լուծեց դրանով, թե ավելի վատ թարացրեց։ Հիմա այդ ձուկը որ երրորդ երկիրը կգնի։ Կամ փորձել են զարտուղի ճանապարհներով ինչ որ մի բան տանել, գոնե ըստ մամուլի հրապարակումների։ Հիմա ինչ կապ ունի սա ամեն ինչը։ Իրավիճակը չի շփվի հերթական անգամ։ Ես չեմ կարծում, որովհետև քանի խնդիրը չի լուծվել, իսկ խնդիրը քաղաքական արդյունության մեջ խնդիր է։ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է օրենք, ասում է գնում դեպի Եվրոպական միություն։ Ռուսներն ասում են, Եվրոպական միությունը Հայաստանի դեմ վարում են գծված ճշնամական քաղաքականություն եւ հետեւաբար դու գնում ես միանաս մեր դեմ
Ճշնամաբար տրամադրված բլոկի մենք մեզ պատասխանելու իրավունք ենք վերապահում։ Դուք էլ որոշեք, կողմնորոշվեք, գնում եք թե չեք գնում։ Դե ինքը հերթով քաջալերած է ինչքան հեռու է Եվրամիություն գնալը։ Շատ լավ, այդ դեպքում հարցը առաջանում։ Դու այսօր հայտարարելով քո մտադրության մասին, գործնականում Հայաստանի տնտեսվարողների եւ Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին խնդրի առաջ ես կանգնացնում այսօր։ Այսինքն դու չունես լուծում այսօրվա փաստացի խնդրը փորձում ես փոխհատուցել ինչ որ մի պահ հեռավոր ապագայում հնարավոր շահերով, հնարավոր դրական ազդեցություններով, բայց խնդրը այսօր է։ Այսօր լուծում է անհրաժեշտ։ Պարոն Խաչատյան, քանի որ Բայց ներողություն եմ խնդրում, էլի։ Այն որ Հայաստանի Հանրապետությունը, այս իշխանությունները, այս կառավարությունը դեռ տարիներ առաջ պետք է աշխատեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, որպեսզի մի առևտրային գործընկերոջ հետ հնարավոր եւ փաստացի բարդությունները այդքան ճակատագրական նշանակություն չունենային, դա փաստ է, բայց ինչ են արել այս մարդիկ, որևէ բան չեն արել։ Ինչ որ մեկը Հայաստանից եւ իշխանություններին մոտ կանգնած բիզնես կամ նույնիսկ կարող է բիզնեսներ Ռուսաստանից ներմուծում էր ոսկի, արտանում էր Միացյալ Արաբական Էմիրատներ։ Թվերի վրա տնտեսության աճը կա, գալիս ասում են, տեսեք, ինչ լավ է, մենք ինչ լավ ենք աշխատել։ Մտածելով, թե պապը ամեն օր փլավ է ուտելու, բայց մոր այդ փլավը կանգնեց պապի բգին։ Ինչ են իրան կարել, ոչ մի բան չեն արել։ Գնացել է ԵԱՏՄ Ղրղստանի հետ համաձայնագիր է կնքում։ Այո, բայց դա պետք է արվեր 5 տարի առաջ, 10 տարի առաջ։ Եվ ես նաև չգիտեմ, թե իրանք Ղրղստան ինչ են արտանելու։ Սովետի թվին իշխանձուկը Սևանից արտահանվեց Իսիկուլ, հասնում է մինչև մետր ու կես, համեղջի, դրանից հետո ինչ արվել, ես իրոք չգիտեմ։ Համեղջին իմ անձնական սուբյեկտիվ դատողությունն է, կերել եմ ասում եմ։ Պարոն Խաչատյան, քանի որ ասում եք, որ այսինքն բոլոր կողմերն են դա ասում, որ ստեղծված իրավիճակի հիմնական բանը քաղաքական է որոշում եւ նաև ասում եք, թե ինչ քայլեր բերեցին այս քաղաքական իրավիճակին։ Հիմա սա նշանակում է, որ քաղաքական պետք է լինի նաև սրանից լուծումը։ Ինչպիսին, ինչ պետք է անի, այդ օրենքը ընդունվել է, հնարավոր դժգոհությունները Ռուսաստանից հնչում են։ Հիմա ինչ պետք է անի, կա ինչ որ շանս, որ դեռ իշխանությունը կարող է քաղաքական մի շանս օգտագործել եւ այս խնդիրներին լուծում։ Հիմա դուք ինչ եք ասում, ասում եք Միխայել Արքարը գցեց ձորը 7 խելոքներով հավաքվեք որոշեք ո՞նց եք անում։ Իշխանությունը ինչպես ինչ Ուտարապես դա եք ասում, նախ եւ առաջ։ Յուրաքանչյուր քայլի հետևանք հենց այդ քայլի մեջ պարփակված է։ Դա Միխայելոկ արտասահմանցի է ասել Ջորջ Օրվել անունով։ Այսինքն իրանք որ ստեղ այդ որոշումը, այդ օրենքը ընդունում էին, բայց չէին մտածում հետևանքների մասին։ Կամ այդ մի դասից, այդ մի արածից հետո ինչ դաս են քաղել։ Գնում է Ռուսաստան ընտրություններից առաջ հանդիպում է Ռուսաստանի նախագահի, որպեսզի խնդիր լուծի, ճիշտ է։ Լուծեց թե ավելի վատ թարացրեց։ Իմ կարծիքով ավելի վատ թարացրեց։ Լավ, սկսեց խոսել սոցիալական ցանցերի մասին։ Դու գնացել ես այնտեղ սիտը դատարկելու, թե գնացել ես հարց լուծելու։ Այդ տրամաբանությամբ իշխանությունները որևէ լավ բանի չեն բերի երկիրը։ Մյուս խնդիրը ինչ պետք է անել, պետք է նախ դնել եւ հստակ հաշվարկել, քեզ ինչն է ավելի ձեռնտու՝ ԵԱՏՄ-ն թե ԵՄ-ն։ Ինչպես ես պատրաստվում անցումը կատարել, եթե հանկարծ որոշես կամ հաշվարկները ցույց տան, որ ԵՄ-ն ավելի նպաստավոր է քո տնտեսության համար։ Պետք է նստես քո գործընկերների հետ բարեկամական քննարկես այս խնդիրը։ Ոչ թե sense փորձես կողմի հետ հասնել ինչ որ լուծման, այդ դիվանագիտական ճանապարհով։ Ով ասեց։ Հարցնում եմ։ Դա հնարավոր է։ Հիմա իրանք ասում են դրեք հանրաքվե, ես ասում դնես հանրաքվե, ինչ։ Եվրոպական միությունը քեզ չի սպասում։ Հասկանում ես, չէ՞, թուրքական օրինակը մեր աչքի առաջ է։ 40 տարի է թուրքերը դռները ճանկրտում են, ասում են գնում ենք ԵՄ։ ԵՄ-ն թողես, թե չէ։ Վրաստանի օրինակը քո առաջ է։ Այսինքն եթե դու իրական քաղաքականությունը անտեսում ես եւ սկսում ես ինչ որ կարճաժամկետ քաղաքական դիվիդենդների համար խաղալ տնտեսությանը, թե դու խնդրեմ ես ունենալու։ Ես հարցին շարունակեմ։ Լավ, կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն են առաջարկել։ Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարությունները ինչ են անում, էլի տնտեսությունը քաղաքականությանը ստորադասելու են։ Փոխանակ տնտեսությունը հաշվի առեն արտաքին քաղաքականությունը որոշելից ուղղակի տնտեսությունը ստորադասելու են քաղաքական կասկածելի ինչ որ առավելությունների դիմաց։ Իսկն ձեր հարցինի պատասխան պետք է հստակ նստել թղթով գրիչով հաշվարկել եւ որոշել։ Բայց պետք է հաշվի առնել հետեւյալը։ Ցավը այսօր է։ Լուծումը Աստված գիտի է։
Եվ այդ սա զգում ենք մենք բոլորս ամբողջ մեր տնտեսությունը 350 միլիոնի նոր վարկ են վերցնում, բյուջետային աջակցության վարկ են վերցնում։ Ինչի համար? Որովհետև իրենց լուծումները բերելու են լուրջ տնտեսական աղետների։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։ Սիրով։